Ուրեմն տարվա ընթացքում մենք նշում ենք Քրիստոսի ծնունդը, Աստվածածնի ծնունդը եւ Հովհաննես Մկրտչի ծնունդը։ Որևէ ուրիշ մեկի ծնունդ մենք չենք նշում։ Հիշատակում ենք նահատակության կամ վախճանվելու կամ մահվան օրը։ Միայն Քրիստոսի, Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Աստվածածնի ծնունդներն ենք նշում։ Ինչու՞։ Որտեւ Քրիստոսի մայրը Սուրբ Աստվածածինն էր, Սուրբ Աստվածածնի ծնունդով մեզ Քրիստոսի ծննդյան ավետիսը տրվեց, Քրիստոսի ծնունդը, իսկ Հովհաննես Մկրտիչը Հիսուսի կարապետն էր, ճանապարհները պատրաստողը, Հիսուսի մկրտողը, այսինքն այս կարևորագույն դեպքերն, իրադարձությունները մենք ամեն տարի նշում ենք 2025 տարի։ Ինչու ենք մենք անընդհատ նշում Հիսուսի տնօրինական խորհուրդները։ Ծնունդը, մկրտությունը, յառնընթառաջը, 40-օրյա անցայումը, ծաղկազարդը, վարդավառը, հարությունը, պայծառակերպությունը, Աստվածածնի վերափոխումը, Սուրբ Խաչի տոնը, որովհետև մենք ամեն անգամ նշելով վերապրում ենք այդ ինչ որ կա այդ խորհուրդը, որտեղ այդ խորհուրդը հավիտենական խորհուրդ է։ Քրիստոս հաստատեց մեր երկրավոր կյանքի եւ մեր մարդկության բոլոր երկրավոր կյանքերի, մարդկության պատմության ամբողջ ընթացքում Քրիստոս ներկա է մեր կյանքում, ինչպես իր տնօրինական խորհուրդներով, իր ծնունդով, մկրտությամբ, հարությամբ, խաչելությամբ, պայծառակերպությամբ, վարդավառով վերջ։ Եվ այդ ամբողջը շարունակվելու է նաև հանդերձյալ կյանքում։ Մենք նշում ենք, որտեղ հիշում ենք Քրիստոսին, որ ուզում ենք ապրել այդ խորհուրդը, հավիտենական դա խորհուրդը չի դադարում մեր մեջ։ Եվ երջանիկ ենք մենք դրանով, երբ որ Աստծուն հիշում ես, դու արդեն Տիրոջ հետ ես ապրում։ Ուրեմն տնօրինական խորհուրդները Քրիստոսի, այսինքն փառքագործությունը ժամանակավոր խորհուրդներ չեն, այլ հավիտենական բովանդակություն եւ իմաստ